Արքայազն Հարին պարտվել է իր դատական հայցում ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության կապված իր և ընտանիքի անվտանգության ապահովման հետ։ Դատարանը մերժել է նրա պահանջը վերականգնել պետական ֆինանսավորմամբ ոստիկանության պաշտպանությունը իր այցելությունների ժամանակ։ Հարին համոզված է, որ դատարանի որոշման հետ կապ ունի իր հայրը, թագավոր Չարլզը։ Մեգան Մարքլը հայտնվել է Time ամսագրի աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ցանկում, այս անգամ առանց Հարիի։ Ապրիլի 8-ին մեկնարկել է նաև Մեգանի փոդքասթը։ Այն հասանելի է տարբեր հարթակներում։ Փոդքասթը չի վայելում սերը ունկնդրի կողմից, քանի որ որպես այդպիսին լուսումներ չունի։ Մայիսի 5-ից 8-ը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ակտիվորեն մասնակցել է հաղթանակի օրվա նվիրված միջոցառումներին, նշելով Երկրորդ համաշխարհային պատերազմում Եվրոպայի հաղթանակի 80-րդ տարեդարձը։ Քեյթը և իր երեխաները, ինչպես միշտ, հանրության ուշադրության կենտրոնում են։ Ավելի շատ քննարկել են Քեյթի հանդերձները և արքայազն Լուիին։ Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Մենք իմ Մալիքում շատ վաղուց չենք խոսել թագավորական ընտանիքի մասին, որ 4 ամիս չխոսել նրանց մասին եւ տալ հսկայական ինֆորմացիա ինձ թվում է անիմաստ կլիներ, քանի որ կան նորություններ, իսկապես կան նորություններ, բայց դրանք այնպես չի, որ արժանի են առանձին հոլովակի, որպեսզի մենք նստենք եւ քննարկենք։ Այդ իսկ պատճառով ես վերցրել եմ միայն վերջին մի քանի օրերի թեժ լուրերը եւ փորձել եմ դրանք ձեզ ներկայացնել մի փոքր զվարճանալու, մի փոքր ցրվելու, մի փոքր բան ասելու համար, ինչու ոչ։ Մենք Մեգան Մարքլին անպայման առանց նրա անհնար արդեն անդրադարձել ենք իմ այս հոլովակում, որտեղ որ ես ձեզ պատմել եմ նրա խոհարարական շոուի մասին, թե ինչպես է նրան բոլորը ինչ անում, քննադատում։ Դա կլասիկայի ժանր է, կլասիկա Մեգան ու Հարի ինչ անում, ինձ քննադատում են։ Մենք շատ խոսալու բաներ ունենք, որպեսզի ես չերկարացնեմ, միանգամից անցնում ենք առաջ, բայց սպասում եմ ձեզանից մեկնաբանություններ կապված հոլովակի թեմայի հետ։ Ու հա, վերջ գնում ենք առաջ։ 2020 թվականին, երբ Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին իրենց ավագ թագավորական պարտականություններից և տեղափոխվեցին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը որոշեց, որ նրանք այլևս չեն ստանա ավտոմատ պետական պաշտպանություն։ Փոխարենը նրանց անվտանգությունը կգնահատվի յուրաքանչյուր այցի դեպքում առանձին։ Հարին վիճարկել է այս որոշումը, պնդելով, որ դա վտանգում է իր ընտանիքի անվտանգությունը և որ իրեն անարդարացիորեն զրկել են լիարժեք պաշտպանությունից։ Նա նաև առաջարկել է անձամբ վճարել ոստիկանության պաշտպանության համար, սակայն այդ առաջարկը մերժվել է։ Դատարանը գտել է, որ ներքին գործերի նախարարության որոշումը իրավաչափ է։ Դատավորը նշել է, որ Հարիի վրդովմունքը չի վերածվում իրական հիմնավորման։ Նա ընդգծել է, որ թագավորական և հանրային գործերի պաշտպանության գործադիր կոմիտեի որոշումը տրամաբանական և կանխատեսելի է, հաշվի առնելով Հարիի նոր կարգավիճակը։ Իսկ դատից հետո Հարին ինչ է արել։ Շատ ճիշտ եք, զբաղվել է իր սիրած գործով։ Հարցազրույց է տվել, այն էլ BBC-ին։ Հարցազրույցի ժամանակ Հարին նշել է, որ իր հայրը հրաժարվում է խոսել իր հետ կապված անվտանգության հարցերի հետ։ Նա ընդգծել է, որ ցանկանում է հաշտվել ընտանիքի անդամների հետ, սակայն վստահ չէ, որ դա հնարավոր կլինի։ Հարին նշել է, որ ներկայումս չի կարող ապահով բերել իր կնոջը Մեգան Մարքլին և իրենց երեխաներին Արչին և Լիլիբեթին Մեծ Բրիտանիա անվտանգության միջոցների բացակայության պատճառով։ Չնայած ընտանեկան լարվածությանը Հարին նշել է, որ ներել է ընտանիքին և ցանկանում է վերականգնել հարաբերությունները։ Կներեք էլի, բայց ինչ էին արել հայրն ու եղբայրը, որ մի հատ էլ արժանացել են ներման։ Լուրջ, ինչի համար է Հարին ներել իր հորը և եղբորը։ Ես չեմ հասկանում այս տող մտածելակերպը, չնայած որ ես ինձ մի վարկածում եմ։ Կան չէ ընտանիքներում երեխաներ, ում որ երես են տվել, երես առած երեխաներ են, նկատի չունեմ աշխույժ ակտիվ երես առած եւ լկստված երեխաներ կան, չէ։ Այն որ տատին, պապին, մաման, պապան ամեն ինչ արել, հանկարծ երեխան չլացի, հանկարծ երեխան ված չզգա։ Նույն ձև արել են Հարին։ Երբ որ մահացել է Դիանան, Հարին շատ փոքր է եղել ու խոցել երեխա է եղել իրականում։ Ամեն ինչ արել են, որպեսզի Հարին չնեղվի, Հարին հանկարծ բան չլինի, չէ Ուիլյամին մի կողմ թողավ, Ուիլյամը պետք է դառնա թագավորն, պետք է ավելի խիստ մեծանա, ավելի խիստ դաստիարակություն ստանա, կրթությունում նաև կարելի պետք է լինի։ Հարին ոչինչ երեխա է, մամայի հետ sense բան է եղել, այն երեխան հանգիստ թողել։ Ինքը ինչքան վատ բան ասես արել է, երբ որ եղել է թագավորական տանիքի ներկայացուցիչ, այն էլ ավագ ներկայացուցիչ։
Հարի մասին հոլովակը կարող եք դիտել, եթե ցանկանում եք, ու կհասկանաք, թե ինչ տիպի մարդ է, ուղղակի մեծ իմարմով փոքր երեխա է ու բոլոր սխալները ներվել են թե տատիկի կողմից եւ թե հոր, շատ դեպքերում նաեւ եղբոր կողմից։ Չնայած որ Ուիլյամը բավականին խիստ է համեմատացել, քանի որ երևի հասկանում է, որ ոչ 40 տարեկան տղամարդը պետք է մի օր մեծանա, թե չէ, պետք է պատասխանատվության զգացողություն ունենա, թե չէ, նա ներկայացնում մի ամբողջ գերդաստան, մի ամբողջ թագավորության ներկայացուցիչը, սովորական մարդ չէ։ Ճիշտ է, Հարին երբեք չի դառնա թագավոր, բայց ամեն դեպքում պետք է մի փոքր հաշվի նստել, թե դու ով ես, հաշվի նստել քո արմատներն ու հարգել, ամենակիչը հարգել դրանք։ Քանի որ Հարին սովորավոր ինչ ուզել արել է, հիմա ինքը մտածում է, թե թագավորական ընտանիքի աշխատող անդամ չի, այսինքն ինքը ոչ մի կերպ չի օգնում ոչ Բրիտանիայի թագավորությանը, ոչ Բրիտանիայի ժողովրդին, ոչ մի բան, ուղղակի գնացել է իր համար հանգիստ Ամերիկայում ապրում է, իր Մոնտեսիտոյի 23 միլիոնանոց տանը, նա մտածում է, որ թագավորական ընտանիքը, ներողություն, Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է հարկատուների հաշվին ապահովի Մեգանի, Արչի Լիլիբեթի ու Հարի անվտանգությունը, այդ ամբողջ գումարները գնում է հարկատուներից, Բրիտանիայի հարկատուներից, սովորական մարդկանցից։ Իսկ Մեգանը եւ Հարին իրենց հարցազրույցի ժամանակ Netflix-ի, երբ որ տալիս են իրենց փաստավավերագրական ֆիլմը, հարցազրույցի ժամանակ ասում էր Մեգանը, որ նա կախված չէ հարկատուներից։ Իսկ Հարին գնում է դատարան, խնդրում է, որպեսզի այդ հարկատուները վճարեն իր անվտանգությունը։ Դուք այսպեսի մի բան, դուք ասեք լավ, եթե Բրիտանիայի կառավարությունը մերժել է իրեն, չի ուզում ֆինանսավորի, Հարին կարելի չէ ֆինանսավորի։ Մեծ Բրիտանիայի տարածքում կա այսպիսի օրենք։ Եթե պետությունը տալիս է պաշտպանություն թիկնապահի տեսքով, թիկնապահներն իրենց հետ ունեն զենք։ Իսկ եթե սովորական անհատը, անձը, ով ցանկանում է ունենալ թիկնազոր, թիկնապահներ, անվտանգության ծառայողներ, կարող է բարձր, ինչու ոչ, հանգիստ կարող է անգամ ոստիկանները կարող են լինել նրա թիկնապահները, բայց եթե սովորական մարդը չունի պետությանից տված պաշտպանություն, նրա թիկնազորը, նրա թիկնապահները, անվտանգության ծառայողները իրավունք չունեն զենք կրելու։ Իսկ Հարին պարտադիր ցանկանում է զինված, հասկանում եք, զինված թիկնազոր։ Քանի որ մտածում եմ, որ իր երեխաներին, իր կնոջը, իրեն անպայման ուզում են զենքի օգնությամբ վնաս տալ։ Կապված առաջինը նրա հետ, որ բրիտանացիներն նրան չեն սիրում, բայց նա հանգիստ կարողանում է գնալ աֆրիկական պետություններ, Կոլումբիա, որտեղ որ հանցագործությունները թիվը այդ ուղղակի աբսուրդ է, ու Հարին անպայման ուզում է, որ իրեն զենքով պաշտպանեն, քանի որ նրա գիրքը, որը նա գրել էր իր ընտանիքի մասին, իր մեմուարները, այնտեղ նա շեշտում է, չէ, որ սպանել է 25 թե 39 ծավել զինվորներին, այդ իսկ պատճառով նա վախում է, որ կյանքին վնաս կհատան։ Դե որ այդպես վախ կար մեջ, ինչի համար էր բերանդ բացել ու նման բաները գովերքում, ախր դա ասելու բաներ չի, որ ասեն, չնայած մենք որ անդրադառնանք Հարի աման խոսքին, կհասկանանք, թե նա ինչքան միամիտ երեխա է, չկայացած, իսկապես չկայացած, ու Մեգանը լավ կառավարում է, խամաչիկի նման, ոնց ասում է, տենց էլ Հարին անում է։ Իրոք տենց է երևում։ Հարին ասում է, որ շատ ուզում Յանա իր հորը, իր եղբորը նրանց հետ կապեր հաստատի, բայց հայրը եւ եղբայրը ցանկություն չունեն եւ նա էլ վստահ է, որ մոտ ժամանակներս դա անհնարին կլինի։ Ես այս տղու վրա էլ եմ զարմանում, ինչ է ինքը խոսում տենց իր եղբորը ու իր հոր մասին, հայրը որ քաղցկեղ ունի, բուժում է քաղցկեղից, նրանք չեն առողջացել, նրանք ամբողջովին չեն վերականգնել ուղղակի, ինձ մոտ հիմա այդ շրջանը ռեմիսիա, այսինքն հիմա իրանք այդ խնդիրը չունեն, բայց դա կարող է նորից այդ խնդիրը առաջինը քաղցկեղ կարող է գլուխ բարձրացնել, ինչա սթրեսի ենթարկում իր հորը, իր եղբորը բացարձակ չի խղճում, հաշվի առնելով որ 1 տարվա ընթացքում Ուիլյամը ուղղակի մի քանի տարով ծերացել է, երիտասարդ նրա կինը, նրա 3 երեխաների մայրը հիվանդ էր քաղցկեղով ու ոչ միտեղ չէր երևում, նիհարել էր այդ աղջիկը ստանում քիմիոթերապիա նման երիտասարդ տարիքում, պետք է հասկանա Հարին գոնե, որ չի կարելի, լավ ինչքան պետք է մարդիկ քո հետևից ընկնեն, քո կեղտերը մաքրելով, արդեն վերջ, այս մարդիկ հոգնել են, դրա համար այլևս երևի վիճակի չեն ընկնել Հարի հետևից, որովհետև իրենց խնդիրները ներկա պահին ավելի ծանր, ավելի գլոբալ եւ մասշտաբային։ Կարծում եմ մի քիչ ճիշտ հասցրեցի ձեզ, ես նույնպես չի որ Հարին տանել չեմ կարողանում, ուղղակի
Ինձ դուր չի գալիս, որ մեծ տղամարդ իրան պահում է փոքր երեխայի նման, իսկ նրա կինը կառավարում է։ Մեգանին անդրադառնալ ուզում եմ ասել, որ Մեգան իր ոչ մի հարցազրույցներում, այսքան ժամանակ հարցազրույցներ տալիս եւ ոչ մի անգամ ճիշտ է նա ասում է, որ Հարին սիրում է, որ իր ամուսինը լավն է, գեղեցիկ աչքեր ունի, ես բայց երբեք բարձրաձայն չի պաշտպանում իր ամուսնուն կապված դատական գործերի հետ։ Իսկ դատական գործերի մեջ Հարին շատ է ընկնում եւ երբեք չի հաղթում։ Երբ որ Հարին վերադարձել է տուն Ամերիկա, Մոնտեսիտո, Մեգանը իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, սև ու սպիտակ երեխաները մեջքով, Հարին մեջքով, իբր քաջալերում իր ամուսինը, ընտանիքի կողմից։ Time ամսագիրը բազմիցս ճանաչել է Մեգան Մարքլին, Սասեքսի դքսուհուն, որպես ազդեցիկ եւ նշանակալի գործիչ։ Դեռևս 2018 թվականին Մեգան Մարքլը ճանաչվել է որպես Time-ի տարվա մարտ կոչման հավակնորդներից մեկը, ընդգծելով նրա ազդեցությունը եւ հանրային ուշադրությունը կապված թագավորական ընտանիքի անդամ դառնալու հետ։ Իսկ 21 թվականին Մեգան Մարքլը եւ արքայազնը Հարին հայտնվել են Time-ի աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց ցանկում։ Նրանք հայտնվել են նաեւ ամսագրի շապիկին, ընդգծելով իրենց բարեգործական գործունեությունը, հատկապես Archwell հիմնադրամը։ Time-ը նրանց նկարագրել է որպես մարդկանց, ովքեր համակրանքը վերածում են գործի, աջակցելով համայնքներ եւ բարձրացնելով անլսելի ձայներ։ Ամսագրի շապիկը խոսում է այն մասին, թե ով է տան գլխավորը։ Մեգանը լուսանկարում կանգնած է առաջնամասում, ուժեղ առաջնորդող դիրքում, մինչդեռ Հարին նրա ետևում էր, կարծես երկրորդ պլանում։ Ոմանք սա մեկնաբանել են որպես ուժերի խեղաթյուրված հավասարակշռություն։ Ինչպես դուք կմեկնաբանեիք այս լուսանկարը։ 2025 թվականի ապրիլի 23-ին Մեգան Մարքլը ելույթ է ունեցել Նյու Յորքում անցկացվող Time 100 գագաթնաժողովում։ Նա խոսել է իր Netflix-ի With Love Megan Show-ի, As Ever Brand-ի, Confessions of a Female Founder podcast-ի մասին։ Մեգանը նշել է, որ այժմ իրեն զգում է այնքան երջանիկ, որքան երբևէ, ընդգծելով իր ընտանիքի, ամուսնու արքայազն Հարի եւ երեխաների, Արչի եւ Լիլիբեթի կարեւորությունը իր կյանքում։ Գագաթնաժողովի Մեգանի լուքը իսկապես ստացված էր եւ շատ գեղեցիկ։ Նա կրում էր Ralph Lauren-ի բաց շագանակագույն կոստյում, բաղկացած լայն տաբատից եւ երկար բլեյզերից, թևքերը թեթևակի վեր բարձրացած։ Նա համադրել էր այն սպիտակ վերնաշապիկի, շագանակագույն կաշվեգոտու եւ մանոլո բլանիկի նույն գույնի բարձրակրունկների հետ։ Աքսեսուարներից նա ընտրել էր ոսկե ականջողեր, Cartier ոսկե ժամացույց, որը Դիանային է եղել, ինչպես նաեւ արքայադուսր Դիանայի ադամանդե ապարանջանը։ Եվ սնդուսափայլ ամսագրերը սկսեցին միանգամից Մեգանի լուքը նմանացնել Դիանայի լուքին։ Սա արդեն աբսուրդ է հասնում։ Տեսեք, թե ինչ է գրել Տատլերը։ Մեգանի ընտրած հագուստը հիշեցրել է արքայադուստր Դիանայի 1997 թվականի օգոստոսի 21-ին Լոնդոնում կրած համանման կոստյումը։ Դիանան այդ օրը ճաշել էր իր որդու արքայազն Ուիլյամի հետ La Famiglia ռեստորանում։ Մեգանի ոճային ընտրությունը դիտարկվել է որպես հարգանքի տուրք իր սկեսրոջ հիշատակին։ Որտեղ որ հայտնվի Մեգանը, ինչ հագնի Մեգանը, միանգամից նմանացնում են Դիանային։ Ինձ թվում է, որ նման ռեպորտաժների պահանջը ունի հենց Մեգանը եւ նաեւ պատվիրում նմանատիպ տեքստեր։ Մեգանը նաեւ 25 թվականի ապրիլի 8-ին մեկնարկել է իր նոր ոդքասթը։ Այս ոդքասթը ստեղծվել է համագործակցությամբ Limonada Media եւ Archwell Audio-ի հետ։ Ոդքասթում Մեգանը ներկայացնում է տարբեր կին ձեռնարկատերերի, քննարկելով բիզնեսի հիմնադրման եւ զարգացման փորձառությունները։ Նա նաև կիսում է իր սեփական բիզնեսի As Ever ապրանքանիշի ստեղծման ճանապարհով։ Մեգանը նաև կիսում է իր անձնական փորձառություններով, ընդգծելով, որ բիզնես ղեկավարման ընթացքում լինում են դժվար օրեր եւ դժվար է պահպանել բարձր տրամադրություն։ Նա նշում է, որ նման օրերին կարևոր է ունենալ աջակցող համայնք, երբ առանց ինքնագովասանքի։ Բնականաբար, ոդքասթը եւ Մեգանը բախվել են քննադատությունների եւ հասարակական դժգոհությունների մի շարք պատճառներով։ Բրիտանական առաջատար մեդիա աղբյուրները, ինչպիսիք են The Guardian-ը եւ The Telegraph-ը, ոդքասթը բնութագրել են որպես ստամոքսը շրջող եւ անիմաստ ինքնասիրահարվածության մանտրաների շարան։ Նրանք նշել են, որ Մեգանը հաճախ շեղվում է հյուրերի պատմությունից, կենտրոնանալով իր անձնական փորձառությունների վրա, ինչը նվազեցնում է զրույցի խորությունը։ Օրինակ, Bumble-ի հիմնադիր Whitney Wolfe-Herd-ի հետ առաջին դրվագում ըստ Times-ի բիզնեսի մասին խոսակցությունը տևել ընդամենը 17 վայրկյան, մինչ Մեգանը կրկին խոսքը տարել է դեպի իր կողմը եւ խոսել է իր մասին։
Պոդքասթը հաճախ ընկալվել է որպես Մեգանի անձնական հարթակ իր ապրանքանիշը եւ իր փորձառությունները առաջ մղելու համար, ինչը որոշ լսողներ համարել են որպես ինքնագովազդի միջոց։ Որոշ քննադատներ նշել են, որ հյուրերի ընտրությունը եւ քննարկվող թեմաները դատարկ են առանց բազմազանության եւ իմաստի, ինչը սահմանափակել է փոդքասթի գրավչությունը լայն լսարանի համար։ Չնայած քննադատություններին, փոդքասթը միայն սկզբում գրանցել է որոշակի հաջողություն, հայտնվելով Apple Podcast-ի բիզնես կատեգորիայի առաջին հորիզոնականում եւ ընդհանուր ցուցակում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Սակայն ժամանակի ընթացքում լսարանն ու հետաքրքրությունը նվազել են վերը նշված պատճառներով։ Մեգանի բոլոր նախագծերը սկզբում ունենում են մեծ հաջողություններ, լինի դա փաստավավերագրական ֆիլմի առաջին սերիան, նրա Archwell podcast-ը, նրա We Love Megan այդ խորական շոուն յուրաքանչյուր նրա նախագծի առաջին սերիան, առաջին ոդքասթը միշտ վայելում է բարձր դիտումներ եւ բարձր լսումներ, քանի որ մարդիկ եկել են ինչ այլ է անելու, նրա հետևից են ընկել։ Հասկանում եմ, որ դա նայելու բան չի, դա ուղղակի ձանձրույթ է եւս մեկ անգամ ուղղակի անջատում են։ Դա Մեգանի բոլոր նախագծերի հետ է տեղի ունենում ու մարդիկ եւս մեկ անգամ համոզվում են, որ Մեգան իրենից ոչինչ չի ներկայացնում, Մեգանը ուղղակի դատարկ փուչիկ է, որ ուղղակի այսպես սիրուն երևում է, սիրուն փաթեթավորված է, բայց մեջի ոչ մի բան չկա։ Ուզում եմ նաև անպայման շեշտել, ես դա ամեն հոլովակում ասում եմ Մեգանի հետ կապված, ինձ շատ էր դուր գալիս Մեգանը։ Ես շատ ներկա պահին սիրում եմ նրա ոճը, նրա հագնումը, նրա խոսելը, նրա միտք շարադրելը, ուղղակի պետք է նայել, դա մաստեր կլաս է։ Լսեք, եթե ունեք հնարավորություն։ Մեգանը շատ կիրթ գրագետ է խոսում, բացի այս պահից։ Մենակ այդ չի մեջ շատ հաշվենկատ կին է, բայց այն ինչ որ ինքը անում է, ուղղակի եկեք թողենք մեր Ամերիկայում ապրող թագավորական անդամներին, վերադառնանք Մեծ Բրիտանիա, որտեղ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք։ Միջոցառումները մեկնարկել են Լոնդոնում կայացած մեծ շքերթով, որին մասնակցել են մոտ 1300 զինվորականներ, ներառյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւ ուկրաինացի զինվորներ։ Թագավոր Չարլզ III-ը, թագուհի Կամիլան, Ուելսի արքայազն Ուիլյամը եւ արքայադուստր Քեյթը եւ նրանց երեխաները, արքայազն Ջորջը, արքայադուստր Շարլոտան եւ արքայազն Լուին դիտել են շքերթը Բուքինգեմյան պալատի պատշգամբից։ Շքերթից հետո տեղի ունեցել Ռաֆի օդային ցուցադրություն, ներառյալ պատմական եւ ժամանակակից ինքնաթիռներ։ Արքայադուստր Քեյթը կրում էր մուգ մանուշակագույն Էմիլիա Ուիքեդի կոստյում զգեստ, որը նախկինում նա հագել էր 2022 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի այցելության ժամանակ։ Նա համադրել էր զգեստը համապատասխան գլխարկի, բեժ գույնի կոշիկների եւ ոսկյա թևավոր Ռաֆի բրոշի հետ, որը ենթադրաբար հարգանքի տուրք էր պապիկին Պիտեր Միդլթոնին, ով ծառայել է օդաչու երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Արքայազն Լուին, ով ապրիլի վերջին դարձավ 7 տարեկան, կրկին գրավեց հանրության ուշադրությունը։ Շքերթի ժամանակ նա անկաշկանդ էր, ինչպես միշտ։ Նրա պահվածքը դարձել է միջոցառման ամենաքննարկվող թեման։ Շքերթի ընթացքում Լուին դիմել արքայազն Ուիլյամին հարցնելով. «Սա չպետք է զվարճալի լիներ»։ Ուիլյամը հանգիստ պատասխանել է. տղաս։ Նա նաև բացատրել է շքերթի ընթացքը, փորձելով պահպանել որդու հետաքրքրությունը, բայց ապարդյուն, փոքրիկ երեխային սա ընդհանրապես չի հետաքրքրում եւ շատ մեծերին էլ չի հետաքրքրում շքերթը, քանի որ այն կարելի ասել ձանձրալի է։ Լուին նկատել է, որ իր հոր արքայազն Ուիլյամի համազգեստի ուսին անձրևի կաթիլներ կան եւ մաքրել է դրանք, ցուցադրելով իր հոգատարությունը, ինչպես նաեւ քաշքշել է հոր շքանշանները։ Երբ արքայազն Ջորջը ձեռքով ուղղում էր իր մազերը, Լուին եղբորը ծաղրել է, կրկնելով այդ շարժումը։ Դուք միայն այս տեսարանները տեսեք, ասեք, որ հրաշք երեխա է, յուրաքանչյուր տանը կա 2 կամ 1 հանգիստ երեխա եւ 1 չարաճճի ըմբոստ։ Լուիի այս պահվածքը եւս մեկ անգամ ընդգծել է նրա բնական եւ անկաշկանդ բնավորությունը, ինչը հանրության կողմից մշտապես ընդունվում է ջերմությամբ։ Նա կարելի ասել թարմ օդ է հասարակության համար։ Նա թարմություն է բրիտանական թագավորական ընտանիքի կողմից։ Վեսթմինստերյան abbayությունում մայիսի 8-ին տեղի ունեցել շնորհակալության ծառայություն, որին մասնակցել են թագավորական ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ եւ 78 երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ։ Թագավոր Չարլզը եւ արքայազն Ուիլյամը ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Ծառայության ընթացքում ընթերցվել են պատերազմի ժամանակի նամակներ եւ տեղի ունեցել 2 րոպեանոց լռության պահ հարգանքի տուրք մատուցելու զոհերին։ Մայիսի 8-ի շնորհակալության ծառայության ժամանակ արքայադուստր Քեյթը ընտրել էր Ալեսանդրա Ռիչի սպիտակ երկարաթև միդի զգեստ սև կետերով, որը նախկինում նա հագել էր 23 թվականին։
Նա համադրել էր զգեստը սև գլխազարդ շղարշով, Ռալֆ Լորենի կոշիկների և Դե Միլիարի պայուսակի հետ, ինչպես նաև արքայադուստր Դիանայի Քոլինգվուդի մարգարտյական ջողերի հետ։ Նույն օրը երեկոյան կազմակերպվել էր հոբելյանական համերգ, որին մասնակցել են Չարլզը, Կամիլան, Ուիլյամը և Քեյթը։ Համերգը ներառել է երաժշտական կատարումներ, պատմական հիշողություններ և վետերանների պատմություններ։ Թագավորը ելույթ է ունեցել հիշեցնելով իր պապի Գևորգ 6-րդի 45 թվականի ելույթը և կոչ արել վերնագրել խաղաղության և ազատության հանձնառությունը։ Համերգի ժամանակ արքայադուստր Քեյթը կրում էր սելֆ-պորտրետի սպիտակ ժակետ և շիֆոնից պատրաստված միդի զգեստ, որը նախկինում նա հագել էր 22 թվականին Թագուհի Եղիսաբեթ II-ի պլատինե հոբելյանի ժամանակ։ Զգեստը առանձնանում էր գոտիով և ծալքավոր փեշով։ Նա համադրել էր զգեստը մարգարիտներից պատրաստված վզնոցի և համապատասխանական ջողերի հետ, իսկ նրա մազերին ամրացված էր սև գեղեցիկ բանտ, որը կարծես թե դառնում է նորաձև, և մուտք է գործում նորաձևության շուկա ի շնորհիվ Քեյթի։ Շատերն են մեղադրում Քեյթին, որ նա անընդհատ հանդես է գալիս նույն զգեստներով, օգտագործում է նույն գլխաշորերը, գլխազարդերը, օգտագործում է նույն զարդերը, կոշիկ պայուսակները, բայց այսպիսի մի բան կա, դա իմ կարծիքն է, ես չեմ ասում, որ դա ինչ-որ պաշտոնական աղբյուր է հայտնել, դա իմ կարծիքն է։ Քանի որ Քեյթը, Ուիլյամը եւ արքայազն իրողություն, թագավոր Չարլզը հանդես են գալիս ի պաշտպան բնության, էկոլոգիապես մաքուր արտադրանքների, չէ՞ որ հենց անձամբ արքայազն Ուիլյամն ունի Earth Short Prize-ը, իսկ թագավորը զբաղվում է բարեգործական ֆոնդերով, ովքեր որ օգնում են օվկիանոսների մաքրության, այսինքն իրանք բոլորը էկոլոգիայի մաքրության շուրջ են աշխատում։ Ու ինչքան է ճիշտ, անընդհատ Քեյթի համար նոր հագուստներ գնելը, նոր պայուսակներ, նոր կոշիկներ։ Ինձ թվում է դա սխալ է, քանի որ նրանց կոչնել է դա, որպեսզի մարդիկ գիտակցաբար մոտենան իրենց գնումներին, չկատարեն անկապ գնումներ, որոնք որ ուղղակի գնելու են, ցույց տան իրենց բարեկամներին ու դնեն տեղում կամ նկարեն, տեղադրեն համացանց ու վերջերևս չօգտագործեն, դա նորմալ չէ, դա բնությանը վնաս է։ Անգամ իրենց Instagram-ում մայրերի տոնի ժամանակ Քեյթը եւ Ուիլյամը հրապարակել էին ոչ թե իրենց երեխաների կամ մայրերի հետ լուսանկարները, որպեսզի շնորհավորեն մայրերին, այլ նրանք շնորհավորել էին մայր բնությանը, այսինքն կոչն այն է, որպեսզի մաքուր պահպանենք մեր բնությունը։ Ինձ թվում է, իսկ պատճառով էլ Քեյթի ոճաբանները նախընտրում են Քեյթին հագցնել նրա հագուստները, որոնք գեղեցիկ են, որոնք շատ շքեղ են, որոնք թանկարժեք են, եւ Քեյթին էլ սազում են ինչու՞ չէ նաեւ նորաձևության ստանդարտների մեջ են, այսինքն հնաոճ չեն, Քեյթին սազում են։ Այդ իսկ պատճառով ընտրում են դա։ Ինձ թվում է դա նորմալ է։ Ես չեմ ձանձրանում, ես կամ Քեյթին ամենուր նայեմ նույն իր մանուշակագույն այդ հագուստով, կոստյումով։ Ինքը այնպիսի անձնավորություն, այնպիսի կին է, ում ինչքան էլ նայես նայվում է, թեկուզ եւ նույն հագուստով։ Եկեք համաձայնենք, որ այդպես է։ Եկեք հանգիստ թողնենք Քեյթին իր ոճաբանեն, եկեք աշխատանքը շատ ճիշտ են անում, շատ գրագետ են անում, ինձ որ դուր է գալիս։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանությունների բաժնում։ Հոլովակն ավարտվեց։ Հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ։ Եթե ունեք հավելումներ, եթե ունեք կարծիքներ հոլովակի թեմայի շուրջ, Հարի, Մեգանի, Չարլզի, Ուիլյամի, Լուի եւ Քեյթի, կարող եք գրել հանգիստ մեկնաբանություններում, ես առողջ եմ ընդունում քննադատությունները այն թեմայի շուրջ, որ ես սխալ եմ ընկալում Մեգանին կամ Հարին, քննադատում եմ նրանց։ Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածելակերպի տեր անձինք, այս պատճառով մեր կարծիքը լինել կարող է լինել տարբեր, դա նորմալ է։ Դե ինչ, լավ մնացեք, հուսով եմ, որ հավանեցիք, շատ հույս ունեմ, որ ձեզ դուր եկել այս հոլովակը, մենք շատ շուտով կհանդիպենք, լավ մնացեք։